Բարև ձեզ բարեկամներ, ցանկացած կիրակի մեր ունկնդիրների համար դա հանդիպում է աստղաբան հոգեբան Լուսիա Հակոբյանի հետ, բայց այն շատ տխուր իրավիճակը, որում հայտնվել էր վերջին շրջանում Տիկին Լուսիան, մեզ հնարավորություն չի տվել նրան հրավիրել, տաղավար չնայած սպասում եւ հավատում ենք, որ նա ուշ թե շուտ կգա մեզ մոտ կհյուրընկալվի եւ նրա մշտական ունկնդիրները հերթական անգամ կհանդիպեն Տիկին Լուսիայի հետ։ Փառք Աստծո, որ կա Գայանե Սարգսյանը, մյուս մեր աստղաբան հոգեբանը, ով միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնել իր ավագ գործընկերոջը եւ Գայանե շնորհակալ եմ, որ այսօր դուք Տիկին Լուսիայի փոխարեն եկել եք տաղավար եւ մեր զրույցը ձեզ հետ շարունակվում է ուղիղ եթերում։ Մոսկվայից ձեզ մեկ անգամ եւս ողջունում եմ։ Ես էլ եմ ողջունում ձեզ, պարոն Ղուշյան, ողջունում եմ մեր հետևորդներին։ Ես ճիշտն ասած վաղը արդեն Մարիության գեղեցկության տոնն է ապրիլի 7-ին, ես ցանկացա մտնեմ եթեր, շնորհավորեմ բոլոր մայրերի տոնը, Տիկին Լուսիա, ձեր տոնն եմ շնորհավորում, համբերություն ձեզ։ Դժվար ժամանակներ են, բայց բոլորս պետք է ուժեղ լինենք, հայ մայրը ուժեղ է, բոլոր մայրերին եմ շնորհավորում, նրանք ովքեր ունեն երեխաներ, ովքեր մայրացել են, շնորհավորում եմ ձեզ, ձեր երեխաների գլխից անպակաս լինեք, թող միշտ արևը շողա ձեր ընտանիքների, մեր հայրենիքի, այսպես գլխին։ Այն մայրերը, որոնք որդեկորիստ են 20 թվականին այդ ահռելի արհավիրքի միջով անցանք, շնորհավորում եմ ձեզ, համբերություն ձեզ, ուրախացեք ձեր մյուս երեխաներով, թոռնիկներով, բալիկներով, ովքեր որոշել են, որ պետք է երեխա ունենան, գնացեք, դիմեք, միջոցներ կան, որ կարող եք մայրանալ։ Եվ այդ ժամանակահատվածը հեռու չէ, դա 2025 թվականի հունիսի 9-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ը Յուպիտերը մտնում է Խեցգետնի կենդանակերպ, այն կբերի բարեկեցություն, այն կբերի ընտանիքներին լիություն, վերադարձեք հայրենիք սիրելի հայրենակիցներ, գոնե տուրիստական այդ ժամանակ անցկացրեք, շենացրեք մեր հայրենիքը, գումարները ծախսեք այստեղ, թող հայ ընտանիքներում այդ գումարների, ձեր ծախսած գումարների արդյունքում շենանա մեր հայրենիքը, բարի գործեր կատարեք, այսքանը, ավելորդ շնորհավորանքներ, այսպես շռալ խոսքեր չեմ ասում, եղեք երջանիկ եւ սիրված սիրելի հայ մայրեր։ Շնորհակալություն Գայանե, շնորհակալություն քո ջերմ խոսքերի համար, մեր մայրերը քեզ նույնպես հավատով նայում եւ սպասում են քո ամեն մի ելույթին եւ իհարկե մեր զրույցը ուզում եմ սկսենք ապրիլ ամսվա առավել կարևոր օրերի մասին խոսելով։ Խնդրեմ, որոնք են այդ օրերը։ Պարոն Ղուշյան, ապրիլը շատ կարևոր է, մարտին բավականին լուրջ մոլորակային փոփոխություններ տեղի ունեցան։ Ապրիլը ավելի մարտի վերջի արևի խավարումից հետո մոլորակները արդեն կարծես կամաց հանգստանում են։ Ապրիլի 7-ից Մերկուրին է ուղղվում, ապրիլի 14-ից Վեներան է ուղղվում, այն երկուսն էլ ձկների կենդանակերպում, բայց իմացեք, որ սիրո հետ կապված այդ չէր ստացվում։ Վեներան խոյի կենդանակերպում ակտիվություն, ագրեսիվ գործողություններ, Մերկուրին խոյի կենդանակերպում նոր գործեր կարող եք սկսել, դա ապրիլի 7-ից Մերկուրին եթե ուղի, այդ օրը հենց Մարիության գեղեցկության հենց վաղն է սիրելի հետևորդներ, Լուսինը առողջի կենդանակերպում շատ դրական դիրքերով, գեղեցիկ նվերներ արեք ձեր երեխաներին, ձեր հարազատներին, ժամանցի վայրեր այցելեք, ուրախություն է, Լուսինը առողջում ուրախություն, այս օրվա բեղմնավորմամբ երեխաները, նրանց սեռը ամենայն հավանականությամբ կարող է լինել տղա երեխա։ Նվերը կատարեք այդ ձեր սիրելիներին, առողջը դա ուրախություն, զվարճություններ, սիրելի զբաղմունք, սեր եւ երեխաներ։ Ամենաբարենպաստ օրերից մեկն է։ Ամսի 14-ից Վեներան կուղվի, Վեներան, նրանք ովքեր էսթետիկ միջամտություններ, պլաստիկ վիրահատություններ, քանի որ Վեներայի ոլորտն է, Վեներան ձկների կենդանակերպում կուղվի, հնարավոր է, որ ձեր երազանքները, ձեր արտաքին տեսքի հետ կապված
այն կարող է իրականանալ եւ գեղեցիկ արդյունք ստանալ։ Մի քիչ բարդ կլինի կույսերի համար, ուշադրություն դարձեք սիրելի կույսեր, եթե ձեզ մոտ տեսքի վեներան ձկների կենդանակերպում հակառակ դաշտում է լինելու, մի քիչ կարող է դուք գոհ չլինեք այդ ամենից, բայց փորձեք լինել ավելի երազկոտ, հագուր տվեք ձեր երազանքներին, ֆանտազիաներին, այն ինչ ցանկանում եք, սիրելի հետևորդներ, կարող է կատարվել։ Մանավանդ ձկները դրա քրիստոնեական ուսմունքն է, վեներան ձկներում սիրո հետ կապված ձեր երազանքները, ձեր աղոթները կարող են իրականանալ։ Այն մայրերը, որոնք ցանկանում են իրենց երեխաները ամուսնանան, ամսի 14-ից հետո Վեներան կուղվի, 13-ը բարդ օր է, 14-ից հետո երբ որ Վեներան ուղվի, առ Աստված աղոթք արեք եւ ձեր բալիկները, ձեր երեխաները հնարավոր է իրենց ընտրությունը կատարեն իրենց զույգի երկրորդ կեսի հարցում։ Այսքանը, պարոն Ղուշյան, եթե Շատ հրաշալի է, Գանե, ես ուզում եմ մենք խոսենք նաև կյանքի ծրագրի մասին ըստ կենդանակերպերի նշանների, սա նույնպես շատ կարևոր թեմա է եւ դուք Փառք Աստծո այդ ոլորտը լավ ուսումնասիրել եք։ Ուսումնասիրել եմ այդ ոլորտը, պարոն Ղուշյան, երկարատև ուսումնասիրության արդյունքներում հասկացել եմ, որ աստղաբանությունը ժխտես, չժխտես, հավատաս, չհավատաս, սիրելի հետևորդներ, սիրելի հայրենակիցներ, այն աշխատում է, աստղաբանական քարտեզը աշխատում է 100%-ով, ուշադրություն դարձրեք բարձրացող հանգույցի այդ ծրագրերին, ուշադրություն դարձրեք, թե Սատուրնը որ կենդանակերպում է գտնում, Սև լուսինը որ կենդանակերպում է գտնում, որտեղ Սև լուսնով մարդիկ տրվում են իրենց գայթակղություններին, չար համբավ են ձեռք բերում, գիտեք, մարդու դա սև գիծն է, դա ռուսերեն ասում են մազութ, հա, այդ չանցնող կեղտն է, որ բիծն է, որ ամբողջ կյանքում մարդը իր վրա է վերցնում, անեծքներ մի տրվեք, բարի խոսքեր կատարեք, Սև լուսինը կարճի կենդանակերպում է, այն կբերի խնդիրներ ամենատարբեր, սկսած սեռավարակներ, այնտեղ կարող են լինել ֆինանսական հարցեր, ֆինանսական մեքենայությունների մեջ մի ներգրավեք, մանավանդ ասել եմ սիրելի կարիճ, ջրհոս, ցուլ եւ այնտեղ առյուծ այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները։ Ինչևէ, մեր քարտեզը աշխատում է եւ հերթը հասել է աղեղնավորներին, բարի նշան են աղեղնավորներ, քշերներ, աղեղնավորներ, առյուծներ, կրակի տարերքները նրանք յուրահատուկ ուշադրության կենտրոնում են։ Եթե ինձ համար շատ կարեւոր են, շատ հետաքրքիր է ուսումնասիրել առյուծներին եւ աղեղնավորներին։ Խոյերը դե իրենք բաց են, միշտ իրենց ցույց են տալիս, իրենց տեսակը ակտիվ են։ Աղեղնավորների դեպքում նրանք ալտրուիստներ են։ Վերջերս շատ կարևոր հանդիպման ժամանակ այնպիսի մի մեկը կար 10 հոգու մեջ նա տարբերում էր իր լավատեսությամբ, բացառիկ լավատեսությամբ։ Ես միշտ ասում եմ, աղեղնավորները առանց պատճառի երջանիկ են։ Նրանք ամեն ինչը տեսնում են վառ գույներով։ Նրանք լավագույն ճանապարհորդներն են։ Եթե ձեր երեխան ծնվել է այն ժամանակահատվածում, երբ արևը, լուսինը, բարձրացող հանգույցը, նույնիսկ Յուպիտերն է շատ կարևոր, որովհետև Յուպիտերը ղեկավարն է հանդիսանում այս կենդանակերպի։ Եթե ծնվել է այդ ժամանակահատվածում, սիրելի ծնողներ, սիրելի մայրեր, ձեր ծրագրից հիմնական ինչու եմ նշում մայրեր, որովհետև հայ կանայք են շատ դիտում, շատ մեկնաբանություններ գրում, որոնց համար մեծագույն իմ շնորհակալությունը եւ բոլոր բարեմաղթակներ, դրական բարեմաղթակներ կրկին եմ ասում, վերադարձնում եմ ձեզ։ Սիրելի մայրեր, ուշադրություն դարձրեք, որ ձեր երեխաները տիրապետեն մի քանի օտար լեզվի։ Նրանց համար կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, եթե խոյը պետք է իր հիպերակտիվությունը դուրս հանի սպորտով զբաղվեց, ապա աղեղնավորների համար դա կարևոր է, որովհետեւ մանավանդ եթե մարսնել է աղեղնավորում գտնվում, նրանք պետք է շատ ճանապարհորդներ, լավագույն բուհերը պետք է սովորեն, եթե Յուպիտերն է աղեղնավորի կենդանակերպում, եթե Սատուրնը աղեղնավորի կենդանակերպում, ապա Սատուրնը 15 տարի
տարեկանում, 29-30 տարեկանում խոչընդոտներ է ստեղծում, շատ ուշադիր պետք է լինեն այն ծնողները, որոնց երեխաները կամ հենց այն մարդիկ, որոնք օրինակ 86-87 թվականի ծնվածները եւ դրանից 30 տարի հետո Սատուրն գտնում է աղեղնավորի կենդանակերպում, այն բարդացնում է արտերկրի հետ կապված հարցերը, շատերը զարտուղի ճանապարհներով են մեկնել արտերկիր, այս պահին նրանց մոտ մանավանդ աղեղնավոր ձկներ, երկորակ եւ կույս, բայց բացառապես աղեղնավոր եւ ձկների համար, որով այս պահին նրանք կանգնած են վտանգի առջեւ, դա արտաքսման վտանգն է, այո, Սատուրնը ձկների կենդանակերպում, սիրելի աղեղնավորներ, Սատուրնը մայիսի 25-ից կանցնի Խոյի կենդանակերպ Նեպտունի հետ եւ այն կօգնի ձեզ լուծել մանավանդ 87 թվի եւ դրանից 29-30 տարի հետո ծնված մարդկանց կօգնի հաղթահարել այն խնդիրները, որոնք առաջացել են արտերկրում եւ իրենց գրանցման հետ կապված եւ քաղաքացիություն ստանալու հետ կապված, բայց մարտի կեսերին շատ ներգաղթալներ ուղակի զգացին իրենց մաշկի վրա այդ խնդիրները։ Այո, պետք է լավ սովորեն, ճանապարհորդեն, դա բուհական վայրներն են, արտաքին գործերի նախարարությունը, արտերկրի հետ կապերը, միջազգային կազմակերպությունները, դրանք նաեւ լավագույն իրավապաշտպաններն են, իրավագետներն են, իմաստասերներ են, 82-ից 89 թվականները Ուրանն է գտնվում աղեղնավորի կենդանակերպում, դուք պետք է սովորեք աստղաբանություն, աստվածային իմաստություն, աստվածային տիեզերական օրենքները եւ կիրառեք ձեր կյանքում։ Ես հենց այդ տարիքային խումբը նաեւ 96-ից 2003 թվականինՈւրանը ջրհոսում են, հանդիպում եմ լավագույն ծրագրավորողների, որոնք աշխատում են համաշխարհային ընկերություններում, լավագույն ընկերություններում եւ առաջատար մասնագետներ են եւ նաեւ չմոռանաք աստղաբանության մասին, ու եթե մանավանդ 82-ից 89 թվերը, եթե Ուրանն է գտնում աղեղնավորի կենդանակերպում, ճանապարհորդեք, լավագույն գիդերն են, տուրիզմի մասնագետներն են, շատ բարի մարդիկ են, որոնք բավականին կարդացած են, եթե Մերկուրին էլ է աղեղնավոր, նրանք ամեն ինչից գաղափարում են, բայց խորացված ինչպես Մերկուրին կարիճում, դժվարություններ են կրում այդ ինֆորմացիան պահելու, պահպանելու եւ վերարտադրության հարցում։ Սիրելի աղեղնավորներ, ձեր կրթության ճանապարհը մանավանդ բարձրացող հանգույց աղեղնավորում, դուք այս կյանքում ունեք մի ճանապարհ, կրթություն, կրթվել, որպեսզի հասնեք հաջողությունների, ձեր իրական դերակատարման այդ ծրագրի իրագործմանը այս կյանքում։ Այդ ծեղջուրները ես միշտ ասում եմ, ամենաբարդ նշանն է, բայց նրանք շատ կայուն են, երկարատև ծրագրեր են նրանք գծում, դժվարությամբ հասնում են, դժվարությամբ են այն առումով, որ նրանց ճանապարհը քարքարոտ է լինում, բայց նրանք պետական ադմինիստրատիվ համակարգի այդ գերատեսչությունների աշխատողներն են, հարկադիր այդ մարմիններն են, հարկային դա կարող է նաև կարիճ լինել, կարող է ցուլը լինել, այն առումով, որոնք շփվում են ֆինանսի տեսանկյունից, բայց այդ բոլոր գործերը մանավանդ, եթե Մերկուրին էլ այդ ծեղջուրի կենդանակերպում գտնում, լավագույն նրանք հաշվապահներն են, աուդիտորներն են, նրանք շատ ամուր կամք ունեն, շատ հայտնի ընկերություններում հանդիպում եմ HR մասնագետներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ, ղեկավարներ են, նրանք եթե չեն աշխատում այդ վայրերում գերատեսչությունը, ապա իրենց սեփական ընկերությունները ունեն, զբաղվում են հողագործությամբ, զբաղվում են ծանր մետաղների եւ ընդհանրապես մետալուրգիան եւ օգտակար հանածոները այդ ծեղջուրի այդ հետաքրքրությունների ոլորտում է գտնում, մանավանդ եթե բարձրացող հանգույցն է այդ ծեղջուրում իջնողը խեցգետնում, ձեր երեխաներին շուտ մի ամուսնացրեք, ես տեսել եմ կանայք, որոնք վաղ ամուսնություն ունեն, իջնող հանգույց խեցգետնի կենդանակերպում 18.5 տարի հետո ծնվել են իր մյուս երեխան, ամուսնացել են ու բարդ ամուսնություն, որտեղ չեն կատարել իրենց բան, նրանք պետք է գնան սովորեն, պետք է հասնեն մասնագիտական հաջողությունների, այդ ծեղջուրը մասնագիտական հաջողություն է, օրվա հացի համար չէ, դուք պետք է հասնեք պրոֆեսիոնալիզմի, արհեստավարժության, որպեսզի դուք կարողանաք կատարել ձեր ծրագիրը։ Եթե մենք այստեղ դիտարկենք
փաստորեն հողագործ, քարագործ, շինարարներն են, այդ կառուցապատողներն են, այն անձինք են, որոնք զբաղվում են անշարժ գույքի առքուվաճառքով, ճարտարապետները ցուլերի մեջ են հանդիպում ճարտարապետ, դրանք հարկային տեսուչներն են, ադմինիստրատորներն են, պետական վայրի ամենաբարձր մակարդակով դրանք իրենք ղեկավարներն են։ Եթե ոչ, ապա պետք է ստեղծեն իրենց սեփական բրենդը, կառույցը, իրենց սեփական ֆիրման պետք է լինեն անհատ ձեռներեցներ կամ նմանատիպ այլ գործառույթներ կատարել։ Եթե բժիշկներ են, բժիշկները դրանք կարող են լինել բաժնի վարիչներ, այդ կառույցները կարող են ղեկավարել, ոսկրաբաններ կարող են լինել, քանի որ այդտեղ ջուրը ոսկորներն են, մեր ողնաշարն է, համապատասխան եւ նաեւ մաշկի հետ կապված լավագույն կոսմետոլոգները կարող են լինել, կույս եւ այդտեղ ջուր։ Եթե կշերքը դա էսթետիկան է, գեղեցկացնում է, նրանք կարող են նաեւ մեյքափ անել, այդպես ասեմ, հա, գեղեցկացնել այդ դիմահարդարումը, կույսի եւ այդտեղ ջուրի դեպքում նրանք հստակ պետք է զբաղվեն մաշկի առողջացմամբ։ Կույսը պետք է հետևի իր աղեստամոքսային տրակտին, սննդակարգը հետևի, իսկ այդտեղ ջուրի հետ կապված, եթե դուք ունեք խալեր, այդպես այդտեղ կետիկներ, նույնիսկ հիվանդություններ, դա կարող է էկզեման լինել, իմացեք, որ այդ հիվանդությունները հնարավոր է առաջացել են ձեր մասնագիտական խնդիրներից, որովհետև դուք չեք հասել մասնագիտական հաջողությունների։ Այսքանը կենդանակերպերի այդ զարգացման ուղին, թե ինչ մասնագիտություն պետք է ընդունեն եւ ինչ կենսակերպ պետք է վարեն, որպեսզի հասնեն հաջողությունների։ Տիկին է, ասեմ, որ մեր ունկնդիրների շատերը հետաքրքրված են նաեւ աշխարհաբանական քարտեզի վերլուծության խնդիրներով եւ այս ոլորտում նույնպես դուք շատ հետաքրքիր բացահայտումներ եք անում։ Խնդրեմ այսօր ինչ կասեք։ Կարևոր այդ քարտեզներից մեկը դա ես Հայկի քարտեզն եմ տեսել, իր մայրիկն էր գրել, մայրիկին եմ նվեր անում ապրիլի 7-ի դրությամբ, այդ ապրիլի 7-ի հետ կապած, քանի որ Լուսինը առուծի կենդանակերպում է, ձեր երեխայի քարտեզն ենք ուսումնասիրում։ Հայկը ծնվել է 2010 թվականի մարտի 21-ին։ Ես այստեղ տեսնում եմ Հայկի մոտ Արև, Մերկուրի, Խոյի կենդանակերպում, Սատուրնը կշեռքի, Պլուտոն այդտեղ ջուրի։ Հենց այստեղ Հայկի քարտեզում եմ տեսնում սիրելի հետևորդ Այան մայրիկի անունը, այդ անվանմամբ գրանցված YouTube-յան հարթակում իջնող հանգույց ցխեց գետնում բարձրացոր այդտեղ ջուրում։ Նրա համար բարդ է լինելու մասնագիտական ուղին հարթելը, որովհետև բնավորությամբ երբեմն անզիջում է, հա, Արևը Մերկուրին Խոյի կենդանակերպում։ Միանգամից կարող է բռնկվել Վեներան էլ Խոյի կենդանակերպում սեր առաջին հայացքից, բայց հարաբերություններ դժվար է կարողանում կառուցել։ Ճիշտ է, նա դեռ 15 տարեկան հենց այդ շրջափուլում է, ուշադիր եղեք գարնան-մայիս ամիսներին կոնֆլիկտի մեջ չընկնի ձեր տղան, որտեղ Սատուրնը անցնում է Խոյի կենդանակերպ, դա 15 տարեկանի նրա ճգնաժամային կամ ամցումային փուլն է։ Ձեր երեխային պետք է սովորեցնեք, որպեսզի մի փոքր փողզիջումային այդ երևույթը, այդ կանոնները, հա, Նասերտի Սատուրնը կշեռքում, ցանկանում եք դատարիրավական համակարգում աշխատի սովորի, ապա նա պետք է ստանա կրթություն, շատ կարևոր է Լուսինը երկորյակի կենդանակերպում, սիրելի մայրիկ, դուք մինչև 15 տարեկանը նրա կրթությամբ պետք է զբաղվեք, իսկ եթե չեք զբաղվել, ուշ չէ, հենց այս 15 տարեկանի անցումային փուլում դուք կարող եք զբաղվել նրա կրթությամբ, լեզուների տիրապետմամբ, որպեսզի ճարտար լեզու ունենա Լուսինը երկորյակի կենդանակերպում եւ մասնագիտական հաջողություններ գրանցի։ Ես այս բիսեքսիլ ձիրքավորումում տեսնում եմ Մարսը առուծի կենդանակերպում, նա միշտ սիրում է ուշադրության կենտրոնում լինի, բայց փոխզիջումների չի գնում։ Միևնույն է, այդ կուլտուրան, այդ մշակույթը նրա մոտ պետք է զարգացնեք։ Գեղեցիկ տղա է, նարցիս է, այնպիսի վայրերում կարող է աշխատել, որտեղ նա կարող է փայլել իր տեսքով, Մարսը առուծում, փայլել իր խոսքով, գրագետ խոսքով, կարողանա կոնտակտներ ստեղծել Լուսինը երկորյակի կենդանակերպում։ Դրանք այն վայրերն են, էլիտար վայրերն են, դրանք ժամանցի վայրերն են, առյուծը դա սեփական բիզնեսն է, որը կարող է լինել թանկարժեք իրերի, առքու վաճառքը կամ այդպիսի ընկերություններում կարող է աշխատել։ Մարսը առյուծի կենդանակերպում լավագույն ընկերություններն են, որոնք զբաղվում են ավտոարտադրությամբ։ Հնարավոր է, որ մարզվում է, հնարավոր է, որ շատ մեդալներ ունի, եթե ոչ անպայման նրան կարող եք դառնել ինչ-որ սպորտաձևի, որտեղ անհատական իր կարողությունները
կարող է ցույց տալ։ Եվ այն վայրերն են, ժամացույցներն են դրանք, գեղեցիկ հագուստներ են, մոլերն են, այն վայրերն են, որտեղ հաճույք կա, որտեղ առույցի էներգիան է։ Այնտեղ գերակշռում առյուծը դա իշխող մարմիններն են, եթե կարողանաք, եթե տակ այդ կրթությունը իրեն, եթե մի քիչ էլ փողզիջումների գնա, ապա կհասնի բարձր արդյունքների։ Անպայման ձեր երեխային շուտ չամուսնացնեք, փորձեք գոնե 27 տարեկանից հետո կամ 30 տարեկանից հետո Սատուրնի մի փուլը հաղթահարի, որտեղ հնարավոր է որ հասուն տարիքում նա չամուսնանա, ապա կարող է խնդիրներ ունենալ, բայց 30-ից հետո էլ վտանգավոր է, որ նա կարող է ուղղակի ընտրություն չկատարել։ Այսօր երեք այդպիսի մի անձի հետ է աշխատում, տղաները բավականին բարեկիրթ խելացի տղաներ էին, բայց նրանք ճկուն չեն փոխհարաբերություններ ստեղծելիս, ուստի պետք է սովորեցնեք նրանց ճկուն, կայուն փոխհարաբերություններ ստեղծեն։ Կարծում եմ, որ Վեներան խորում է, շատ է արագ սիրահարվում, արագ հիասթափվում է, շատ կտրուկ է սիրային հարցում, պետք է այդ հարցերի վրա աշխատեք։ Անցնենք հաջորդին։ Սաթենիկ Ավետիսյան, սիրելի Սաթենիկ, 12 դեկտեմբեր 2005 թվական, ինչ եմ տեսնում մեծ քառակուսի դիրքավորում, խաչ դիրքավորումն է, շատ կարևոր է Սաթենիկի համար ֆինանսապես ապահով լինելը, նա կարող է ձգտել Մարսը ցուլում, որպեսզի իր սեքսուալ այն ում հետ կամ ամուսինը, քանի որ Մարսը դա նաև այն անձն է, որի հետ անկողինն է կիսում, կարող է հոր կերպալը չլինել, բայց միևնույն է։ Ամբողջ սեռական էներգիան, ողջ ակտիվությունը Սաթենիկը ծախսում է, ինձ թվում է մտածում է մայրիկի հետ խոսակցություններում է, պարբերաբար ֆինանսի հարցն է շրջանառվում, որ պետք է ֆինանսապես ապահովված տղամարդ իր կյանք քաշի, այդպիսի տղամարդու հետ հարաբերություններ ստեղծի, ֆինանսական կայուն վիճակ ունենալ մի քիչ բարդ է լինելու Սաթենիկ ջան, որտեղ ճոխիրեր եք սիրում, հուսամ ոչ շատ չեք ծախսում, թանկարժեք նվերներ չեք գնում, անդադ ուշադրություն եք դարձնում այն անձանց վրա, որոնք բարեկեցիկ կյանքով են ապրում, որոնք շատ ֆինանսներ ունեն, դուք էլ կարող եք, բայց մի շտապեք ժամանակը թանկ է, բայց կարող եք այդ ամենին հասնել երկարատև տքնաջան աշխատանքի արդյունքում այդպիսին է։ Ֆինանսական ոլորտներն են ձեզ համար, դա բանկերը կարող է լինել, Յուպիտերը կարիճում, բանկերում, եթե համապատասխան կրթությունը ստանաք, տնտեսագիտական կամ բանկային գործներ, ֆինանսական այդ համակարգեր են, կարող եք ղեկավար դեր ստանձնել, Յուպիտերը կարիճի կենդանակերպում, եթե կրթություն ստանաք բժշկության ոլորտում, դա կարող է լինել գենետիկական այդ բոլոր հիվանդությունների ուսումնասիրությունները, դա կարող է լինել միզասեռական այդ օրգան համակարգերը, նաև կարիճը դա հանրային գումարներն են, ապահովագրությունն է, դա կարող է լինել մահվան վերածննդի հետ կապված բոլոր այդ գերատեսչությունները, կարող եք աշխատել որպես նոտար, եթե աշխատասերն եք, ցուլը պետք է շատ աշխատի, կտակի եւ ժառանգության հետ կապված բոլոր հարցերը ձեր գործունեության ոլորտում են։ Մերկուրին այստեղ դիտարկենք 30-աշճան, կարիճ շատ խորաթափանց է, վերջերս ծանոթներից մեկին, նրա երբ որ համապատասխան դիրքեր կան, նրան հրավիրել են աշխատանքի դատա իրավական համակարգում որպես փորձագետ, այո, Մերկուրին կարիճի կենդանակերպում, նա կարող է լինել նաև կրկին աուդիտոր, բայց ավելի շատ փորձագետ, որը զբաղվում է ֆինանսական հարցերի վերլուծությամբ, Մերկուրին կարիճի կենդանակերպում, Վեներան այծեղ ջուրում, նա պետք է սիրո մեջ բավականին կայուն է, զգուշ է եւ զուսպ է, դա նրան կօգնի մասնագիտական հաջողությունների հասնել, որովհետեւ նրա քարտեզում, այստեղ եթե մենք դիտարկենք, բարձրացող հանգույցը որտեղ է, ահա իջնողը կշեռքում բարձրացող խոհում։ Այո, տվյալ դեպքում ձեր երեխան կամ ինքներդ սիրելի Սաթենիկ, եթե ձեր մասին ենք խոսում, պետք է ուղղակի ուշացնեք ամուսնությունը։ Ձեր Վեներան այստեղ ջուրում ասում է հասիր մասնագիտական հաջողությունների, ունեցիր նյութական բարեկեցություն,
այնուհետև կմտածես անձնական կյանքդ բարելավելու մասին։ Քեզ մեծ հաջողություններ են սպասում, չշտապեց մեծ գումարներից էլ, անաշխատ գումարներից էլ հեռու մնա, որպեսզի հետո խնդիրների մեջ չընկնես։ Այսքանը պարոն Ղուշյան, այս հաղորդման համար, այս հանդիպման համար։ Շնորհակալ եմ Գայանե, շնորհակալ եմ, որ իհարկե դու միշտ սիրով պատասխանում ես մեր ունկնդիրներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի եւ ամենակարևորը դու դա անում ես իսկապես մեծ սիրով եւ նվիրումով եւ Փակ TV-ում այդ քո աշխատանքը մենք շատ բարձր ենք գնահատում։ Շնորհակալ եմ, որ հետևում են ինձ, նաև վստահում են ինձ։ Հանրության վստահություն շահել այդքան էլ հեշտ չի, պարոն Ղուշյան։ Դա երկարատև տարիների փորձառություն եւ համապատասխան բնավորության գծերի արկայությունն է իմ կյանքում։ Այո, մենք դրանում ասեմ, որ բազմից ենք համոզվել։ Սիրելի բարեկամներ, աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանն էր հերթական անգամ մեր տաղավարում։ Սպասեք նրան առաջիկայում եւս, իսկ այսօր այսքանը։ Ցտեսություն։